ես մեր ձևով կամավորական շարժման անդամն եմ, նախկինում Եկատերինբուրգի պատվոսպարտակյան Նարեկը, ես առավոտը, թեկուզ որ սոցիալ ցանցերում ակտիվ չեմ, առավոտը դիմեցի, 5 առավոտուրն 2 ժամ առաջ ընկերներիս, որ ես ուխտագնացության այսօր գալու եմ մեր ձևով, այս ձևով, վազելով, ու ասեմ ձեզ, սա երկրորդ անգամ է, շատ հետաքրքիր իմաստ եմ տեսնում Սուրբ Սարգիսից մինչև Մայրաթոր ուղիղ 20 կիլոմետր այս ժամացույց տալի։ Եվ այդ 20 կիլոմետրին կարող ես բան լիքը մտածել ինքդ քեզ այդ մտքերով, տեսնել ճանապարհին ու նոր ձեր գործընկերների հետ էլ եք կիսվում, եթե ուզեք ձեզ հետ եք կիսվեմ, ինչ այս ուխտագնացության, այս ճանապարհին եմ տեսել մեր այսօրվա հայրենիքի, հայրենակիցների վիճակից։ Ուրեմն նայեք, աշխարհում տարբեր քաղաքներում ես տարվա մեջ վազում եմ, չգիտեմ, տասնյակ քաղաքներում, վազքով եմ զբաղվում մարաթոններով։ Ու ոչ միտեղ ես չեմ տեսել, երկրորդ անգամ արդեն որ Կիրակի օրով եմ վազում, Սուրբ Սարգիսից Մայրաթոր։ Ես ոչ միտեղ չեմ տեսել Կիրակի օրը այդքան վռազող, այդքան արագ վարող մեքենաներ։ Ու ես չեմ չարանում, չեմ նեղանում այդ վարորդների վրա։ Ես ուղղակի նայելով այդ ամեն ինչը մի բան անալիզ արեցի եւ մի բան հասկացա, որը պարզ երևում է, որ այդ մարդիկ այնքան սոցիալական խնդիրներ ունեն, այնքան են կրեդիտների, ապառիկների, տոկոսների տակ, որ անգամ շաբաթ Կիրակի չունեն, անգամ Կիրակի օրը չեն կարող իրենց թույլ տան հելնեն, սպորտով զբաղվեն, վազեն, գերեզման գնան, չգիտեմ, ծնողներին այցելեն։ Այդ մարդը պետք է ամեն ինչ անի, որ հասցնի այդ դրանով երևի ժամանակ չունենա մտածելու, բայց արդյոք դա հպարտ երջանիկ քաղաքացին, ինձ թվում է չէ, դրա համար այս ուխտագնացության այս անգամվա իմ իմաստն էր, որ մենք մեր շարժումով, մեր Սամվել Կարապետյանի գաղափարն էլ մենք ամեն ինչ անենք, պետք է որ այս երկրի քաղաքացին այ ոչ թե բարերով պոպուլիստ երջանիկ եղնեն, այ որ ապահով եղնեն, որ առողջ եղնեն։ Այո, ես ինչքան փորձելու եմ շատ ուրախ կեղնեմ մյուս անգամ էլ որ սենց էլի Սուրբ Սարգիսից որոշեմ գամ, որ տենա մի քանի հոգի միացան ինձ։ Ասեմ ճանապարհին կան մարդիկ հարցնում են, երեխեք կան ձյաձաջան քանի կիլոմետր եք վազի, հետաքրքիր է, հետաքրքրվում են։ Դրա համար ամեն ինչ անելու ենք, որպեսզի ստանանք արժանապատիվ, ապագայում մոտակա վաղտեր արժանապատիվ, ապահով եւ առողջ հայրենակիցներ, առողջ Հայաստանի քաղաքացիներ եւ հայրենի Ճանապարհը ձեզ համար դժվար է 20 կիլոմետր։ Սրա մեջ նաև սիմվոլիկա կա, չէ՞, ասեմ։ Մեծ սիմվոլիկա կա։ Ես դες ասեմ, պարզա ես վազում եմ մարաթոններ 42 կիլոմետր, սա 20 է, ու խիես շեշտեցի որ Վարդեվարին էլ եմ վազել, դե բոլորս պատկերացնում ենք Վարդեվարին Երևանի Էջմիածնի, օրինակ Ջերմաշճանում մոտ համարյա 40-ներ։ Այն անգամ էլ չեմ զգացել դժվարությունը այս անգամ է։ Որ գալիս եմ, հասնում եմ տեղ, անգամ ոնց որ ուզենամ էլի։ Ասում եք ուր եք շտապում։ Չէի շտապում։ Գիտեք, իրոք չէի շտապում, դա ես վազում եմ, այսինքն ոնց է, գիտեք, վազելը դե քայլել չի պարզա, բայց ես վազում եմ առանց շտապելու, ուղղակի մի բանով սիմվոլիկան ինչի մեջ եմ տեսնում, օրինակ իմ այս վազքի մեջ, բերում էլի մեր շարժման գաղափարն էլ է տենց, եթե կա ստարտ, ապա պետքա ֆինիշ հասնենք։ Մենք ճանապարհի կեսից շենք ելնում, ասենք ես չեմ մտածում ճանապարհի կեսից շոկ եղնի, վատ եղնի կամ կայնեմ կամ խնդրեմ մեքենանով, դեպի մեր շարժման անդամները անցնում էին, ողջունում էին, ինչ որ մարդիկ էլ էին անցնում, սիգնալ էին տալի, չգիտեմ, ուրախանում էին, թե պրոստը չէին հասկանում ինչ եմ անում, բայց չէ, ոչ հոգնածություն ես զգում ու խորհուրդ եմ տալի, բերեք միասին մի անգամ փորձենք։